Փարիզից Մոսկվա, Թեհրանից Կոլամբուս աշխարհի առաջնություններին մասնակցած հայ ֆուտբոլիստների աշխարհագրությունը մեծ է։ Բացում 1958 թվականին արեց Նիկիտա Սիմոնյանը, որը ԽՍՀՄ հավաքականի կազմում հասավ մինչև քառորդ եզրափակիչ։ 1966-ին Անգլիայում ԽՍՀՄ հավաքականի կազմում էր Էդուարդ Մարկարովը։ 1978 թվականին Անդրանիկ Էսկանդերյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը մունդիալներում ներկայացրեց Իրանի հավաքականը։ 1982-ին կրկին խորհրդային հավաքականի կազմում խաղաց ու նույնիսկ շքեղ գոլ խփեց Խորեն Հովհաննիսյանը։ 1998 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձան Յուրի Ջորկաևն ու Ալեն Բոգոսյանը։ 2006 եւ 2014 թվականների առաջնություններում Իրանի հավաքականի առանցքային խաղացողներից մեկն էր Անդրանիկ Թեյմուրյանը։ Եզրափակում է ցուցակը ընթացիկ մունդիալում Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը ներկայացնող Մաքս Արստենը։ Այո, նա ևս ցակումով հայ է։ Մեկնաբանություններում գրեք, ով ըստ ձեզ կլինի ֆուտբոլային մեծագույն բեմում հանդես եկող հաջորդ հայ ֆուտբոլիստը։